Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Իշխանությանը։ Ինչ ասեմ։ Դուք ավելի լավ եք պատասխանում։ Չեմ բան։ Ոչ մեկին չեք վստահում։ Նիկոլ Փաշինյանին չեք վստահում։ Չէ։ Ոչ մեկինը չենք վստահում։ Ինչու՞։ Չգիտենք։ Ինչ ակնկալիքներ եք ունեցել, որ չեն արել եւ հիասթափվել են։ Դե ոչ մի լավ բան չենք տենում էլ այս երկրում։ Ոչ մեկին։ Ինչու՞։ Ես իմ չեմ Մենք վստահում։ հավատներս կորցրել ենք լրիվի հանդեպ։ Երբ եք կորցրել։ Երբ հասկացաք, որ ել չեք հավատում ոչ մեկին։ Սրանից 20 տարի առաջ արդեն 25։ Պատկերացրեք ճիշտ եմ ասում, սա սուտ է։ Սա խափում են։ Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Մեր ժողովրդին։ Իսկ գործող իշխանությանը թե գործող ընդդիմությանը։ Գործող իշխանությանը ընդհանրապես չի կարելի վստահել։ Ինչ ասել են, ոչ մի բան չի կատարվել։ Օրինակ ինչ էիք սպասում, որ ասել են եւ պետք է անեին ու չեն արել։ Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը, ինչի պիտի մեր հողերը գրավեն ու ոչ մի բան։ Առաջ ոնց էր 90-ականներին, նրանք մի հատ կրակում էին, մերոնք 10 անգամ կրակում էին։ Նրանք մի հատ գերի էին վերցնում, մերոնք մի 20 հատ էին վերցնում ու փոխանակում։ Մերոնք էին թելադրում։ Հիմա էլ կարելի է թելադրել։ Ուժերի վրա վստահ պետք է լինենք։ Իհարկե իշխանությանը, Իսկ ինչու ընդդիմությանը չեք վստահում։ ինչ վստահենք ընդդիմությունը ով Ազիզ ջան, մի հատ ասենք էլի ով։ Եկեք ճիշտ խոսենք։ Մի քիչ ազնիվ եղեք էլի։ Լինենք ազնիվ եկեք։ Ով ընդդիմությունը չեմ ուզում ասեմ ովքեր են։ Իսկ իշխանությունը ճիշտ է, որոշ թերություններով հանդես, բայց երկրի առաջ է տանում։ Տրանսպորտը նայեք։ Նայեք ճանապարհները, շատ ճանապարհները, մանկապարտեզները, դպրոցները, էլ ինչ ասեմ։ Աշխատավարձերը, ուսուցիչների բարեփոխումները, որ մեր երեխաները որակով ուսուցիչներ ունենան, դժգոհ եք։ Կար առաջ այդ բաները, շատ գոհ եմ։ Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Ոչ նրան, ոչ նրան։ Չեմ կարող պատասխանել։ Իմը չի, Ինչ ակնկալիքներ ունեք։ ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ինչու։ Ընդդիմությունը նախկինն է, որը ոչ մի հիմք չունի, այսպես որ վստահեմ։ Իշխանությունն էլ նա ոչ մի խոսքը տեղին չի կատարվում, ոչ մի խոստում։ Եվ երկրորդը արտաքին քաղաքականության մեջ շատ բաց թողումներ կա։ Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Որովհետև իշխանությունը մեզ խաբեց, բոլորս գնացինք իր հետևից, պարզվում է, որ իրանք ստախոս են։ Անգամ հենց հիմա ես գալիս եմ աղբահանության գումարի համար, գրում են ձեզ չենք տուգանի միջև փետրվար ամիս, բայց պարզվում է, որ դեռ թղթերը չի եկել, գումարը չի եկել։ Այսինքն ես 100 անգամ պիտի գնամ գամ, որ դրա պատասխանը ստանամ, այս չի մեր իշխանությունը։ Իսկ ընդդիմությունը։ Դե ընդդիմությունը ժամանակին լավ բաներ չարեց, բայց տեսնենք հետո ոնց կլինի։ Ոչ մեկին, որտեղ ինչ են անում, որ մի նկարահանեք, մենք նման հարցերում չկան։ Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Վերևի Աստվածին, Հիսուս Քրիստոսին, ոչ մեկին։ Ես արցախցի եմ, ինչ եմ մեզ ամեն անգամ վիրավորում, մանավանդ ինձ շատ են վիրավորում, բայց արցախցին երբեք չի վիրավորել։ Դարպասեն տեղ է եղել, որդին տեղ է եղել, մայրս տեղ, ինչի չեն, բոլորս հայ են կոչում։ Եռաբլուրն էլ է մերը, Արցախի Պանթոնյանն էլ է մերը։ Ես շատ կվստահեի մարդկանց, որ փոխվեն։ Իշխանությունը գալիս են գնում եմ, մարդկությունը միայն սեր ունենան Աստծո հանդեպ։ Ում եք ավելի շատ վստահում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Իշխանությանը Ինչու։ լավ եմ անում, Իսկ ընդդիմությանը ինչու չեք վստահում։ որովհետև չեմ սիրում նրանք խաբեբա են։ Իհարկե ընդդիմությանը։ Ինչու։ Իշխանությունից, որովհետև ոչինչ չեմ տեսել ես, ընդհանրապես չեմ տեսել։ Եվ դրան ավելացած
որ այդքան երեխաները զոհվեցին, ում պատճառով, Փաշինյանի պատճառով, որոնց մեջ էր նաև իմ թորս Արտակ Ենոքյանս, 20 տարեկան ընդամենը։ Ոչ մեկին։ Որտեղ ոչ իշխանություն կա, ոչ էլ ընդդիմություն կա։ Սա կապիկություն են անում, մեկը sense անում են, նույն բաներ են անում։ Էլ վատ եմ ասում։ Էլ ինչ ասեմ, այդքան բան։ Պարշի իշխանությանը։ Որովհետև բոլորս էլ լավ գիտենք ինչու։ Իրանց ծառած աշխատանքի համար։ Իսկ ընդդիմությանը ինչու չեք վստահում։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ապյաս տակժ իրանց ծառած աշխատանքի համար, անցած ճանապարհի համար։